Փառք Տիրոջը։ Այսօր ուզում եմ շարունակենք մեր անցած անգամվա կիսած թողած նյութը, որը վերաբերում էր Աստծո ծառային։ Կարծում եմ ծառա հասկացողությունը բոլորին չէ որ դուր է գալիս, չէ՞։ Էջ եղել է որ մեկին ասեք կարող է գիտես քո ծառան եմ։ Բայց Սեդրակ եղբայրը խոսում է ծառա լինելու մասին, որովհետև Տերն է այն պատվիրել, որպեսզի քարոզենք, սովորեցնենք եւ սովորենք ծառա լինել։ Մարդիկ միշտ ուզում են մեծ լինել։ Մեծ լինելու զգացումը սխալ չէ, բայց պայման կա։ Ինչպես անես, որ մեծ լինես, որովհետև եթե մեկ ուզում է երկնքի արքայության մեջ մեծ լինել, Տերն ասաց այստեղ թող ամեքի ծառան դառնա։ Կարդամ Ղուկաս ավետարան 22-րդ գլխի 24-ից 30 խոսքերը։ Նրանց մեջ նաև վեճ ծագեց, թե իրենցից ով է մեծ համարվելու։ Հիսուսը ասաց նրանց. ազգերի թագավորները տիրում են նրանց վրա, եւ նրանց վրա իշխանություն անողները բարերար են կոչվում, բայց դուք այդպես չլինեք։ Այլ ձեր մեջ մեծը թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը սպասավորի պես։ Որովհետև ով է մեծ, սեղան նստողը թե սպասավորը, չէ որ սեղան նստողը, բայց ես ձեր մեջ եմ սպասավորի պես։ Եվ դուք եք, որ իմ փորձությունների ժամանակ միշտ ինձ հետ էիք մնում, եւ ես խոստանում եմ ձեզ, ինչպես որ հայրն էլ ինձ խոստացավ տալ արքայությունը, որ իմ արքայության մեջ իմ սեղանին կուտեք ու կխմեք եւ կնստեք աթոռներին Իսրայելի 12 ցեղերը դատելու։ Դուք պետք է նստեք աթոռների վրա Իսրայելի 12 ցեղերը դատելու։ Սա խոստում էր իր առաքյալներին։ Այս առաքյալների մեջ էր նաև Հուդան։ Խոստումը իրական էր։ Աստծո խոսքը ճշմարիտ է։ Տեսականորեն այն այդպես էր, բայց Հուդայի համար այդպես չեղավ։ Ինչու՞։ Հնարավոր է որ մի խոստում դու ունենաս ու այն իրականություն չդառնա։ Այո, հնարավոր է։ Փաստացի այն չիրականացավ եւ Հուդան գնաց դժոխք։ Որտեղից ես գիտեմ, որ Հուդան դժոխք գնաց, գրված է Հովհաննես ավետարան 17-րդ գլխում, երբ Քրիստոսը աղոթում էր ու ասաց. «Հայր, այն ամենը, որ ինձ տվեցիր, նրանցից ոչ ոք չկորցվեց, բացի Կորստյան որդուց»։ Կորստյան որդին Հուդան էր։ Հիմա շատերը դավանում են Աստվածաշնչի բոլոր խոստումները, որ Տերը էս խոստացավ, դրանք բոլորը ճիշտ են, Աստծո խոստումները ճշմարիտ են, վստահելի են, բայց կա մի հատ։ Այդ բայցը եթե դու անտեսեք, կհանդիպեք ճիշտ դրա հակառակին։ Եթե մենք Հուդայի կյանքից դաս չքաղենք, մենք մեր ունեցածի վրա զգուշ չենք վերաբերվի։ Տերը կանգնեց Երուսաղեմի վրա, լաց եղավ, ողբաց ու ասաց. «Ով Երուսաղեմ, Երուսաղեմ, որ կոտորում է իր մարգարիներին եւ քարկոծում է իր քեզ մոտ ուղարկվածներին, քանի անգամ կամեցա քեզ հավաքել իմ թևերի տակ, ինչպես հավն իր ծագերին, բայց դուք չուզեցիք։ Ահա ձեր տունը ձեզ ավիրակ պիտի մնա, մինչև որ չասեք օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Ահա քո թշնամիները քեզ պիտի պաշարեն ու հիմնահատակ պիտի ավերեն քարի վրա չթողնելով, քանի որ քո այցելության ժամանակը չճանաչեցիր»։ Հրեաները ընտրյալ ժողովուրդ էին։ Ըստ Օրինաց 28-րդ գլխի Տերն ասաց. «Եթե, այդ եթեներն եմ ասում, եթե դուք իմ կանոններիս ու պատվիրաններից մեջ մնաք, իմ խոսքին հնազանդվեք ու կատարեք, դուք ազգերին գլուխ պիտի լինեք»։ Եվ բոլոր օրհնությունների բոլոր տեսակները Աստված ասաց հրեաներին։ Եվ ասաց. «Բայց եթե այսպես չանեք, դուք խախ ու խայտառակ պիտի դառնաք ազգերին եւ ժողովուրդերին, մարդիկ պիտի սուլեն ու ծաղրեն ձեր վրա ու ասեն. ահա տեսեք այն ազգը, որը ասուն չնազանդվեց եւ Աստված ինչի վերատես նրանց»։ Եվ գիտեք, որ աշխարհի ամենամեծ գենոցիդը կրեց հրեա ազգը։ Ամենամեծ խոստումներն ունեցող ազգը կրեց ամենամեծ պատիժները։ Ցավոք սրտի, այսպես էլ նաև մենք եղանք։ Մենք էլ հաջորդ ազգն ենք, հրեաներից մի քիչ ավելի քիչ գենոցիդ կրած,
որոնք աշխարհի առաջի Քրիստոսի անունը իրենց երկրի վրա կոչող ազգն էինք։ Առաջի Կորինթացիների 10-րդ գլխում Պողոս Արաքյալն ասում էր, որ ամենքն էլ ամպոցով անցան, ամենքն էլ ամպոցով մկրտվեցին, մի խոսքով ասած, բայց Աստված նրանց պատժեց, տասնյակ հազարները թափվեցին անապատում։ Սա նրանց համար եղավ որպես խրատ, մեզ համար որպես օրինակ, որպես մենք չար բաների ցանկացողներ չլինենք։ Այսինքն նրանց հետ ինչ որ տեղի ունեցավ, քեզ ասած դու շատ արխային մի ինգի, որովհետև քեզ հետ էլ կարող է այսպես լինել։ Հիմա մեկը կասի Սեդրակ եղբայր, դու ինչ բաներ ես ասում, ոնց որ թարս բաներ ասես, թարս չեմ ասում։ Պողոս Հարակյանն ասեց, եթե Աստված բուն իսկ ճյուղերին չխնայեց, գուցե քեզ ամենևին չխնայի։ Այսինքն որքան էլ որ Աստծո խոստումները ճշմարիտ են, դա այդպես է, վստահելի են, դա կա քեզ համար նախատեսված, բայց դու պետք է դրան հասնես։ Հասնելը այն ընթացքն է, որը դու պետք է անցնես։ Եվ այդ խոստումները քոնը կլինեն։ Այսինքն ծառայությունը շատ կարևոր բան է։ Ուզում ես մեծ լինել, հրաշալի է։ Բայց պիտի ծառա լինես։ Ուզում ես գեներալ լինել։ Նապոլեոնն ասել, որ վատ է այն զինվորը, ով չի ուզում գեներալ լինել, բայց գեներալ լինելու համար չեն նստում մի ծառի տակ, սպասում թե երբ պիտի գեներալի պագոնները բերին տան։ Դու սկսում ես զերոյից, զինվորից, հասնում ես սպայական ինչ-որ աստիճանի, հասնում ես նաև գեներալի աստիճանի։ Սա նշանակում է դու պետք է պայքարես եւ հասնես։ Ընդհանրապես յուրաքանչյուր ընտանիքում կան եւ ծնողներ եւ երեխաներ։ Հիմա ովքեր են ավելի մեծ ընտանիքում, ծնողները թե երեխաները։ Ծնողների իշխանությունն ավելի բարձր է։ Բայց ովքեր են ամենամեծ ծառաները ընտանիքում, ծնողները թե երեխաները։ Ծնողները։ Ծնողը ունի եւ ամենամեծ իշխանություն եւ ամենամեծ ծառայություն, սպասավորություն։ Մայրերը ընտանիքում ամենամեծ ծառաներն են։ Համաձայն եք, մայրեր ամենամեծ ծառաներն են։ Մանավանդ եթե ընտանիքում կան փոքր երեխաներ, շատ փոքր, նրանք տան իշխաններն են իրականում, պահանջ դնողներն են։ Երբ որ ուզեց քնել, պետք է սսկվեք, երբ որ արթնացավ, պետք է արթնանաք։ Ճիշտ է։ Բայց մինչև որ մեծանա, եթե մենք ծառայում ենք մեր երեխաներին, ոչ թե դա նրանից է, որ մենք ավելի ցածր ենք կամ նվաստ ենք, ընդհակառակը մենք ավելի նվիրված ենք, ավելի գիտակից ենք, ճիշտ է, եւ ավելի շատ ենք սիրում, սերն է պատճառը, որ այն անում ենք։ Ուրեմն մեր բոլոր ծառայությունների հիմքում պետք է ընկած լինի սերը։ Այսպես է նաեւ եկեղեցում։ Ովքեր ուզում են լինել եկեղեցու սպասավորներ, եկեղեցու սպասավորները իշխանները չեն եկեղեցու ծառաներն են։ Իսկ հովիվները ծառաներն են։ Ոչ թե պետք է հովիվը ձգտի պագոները բարձրացնելու կամ ամեն մեկը ձգտեն պագոներով բարձրանան, ծառայությամբ պետք է ձգտես բարձրանալ։ Պողոս Արաքյալը այսպես էր ձգտում իր բարձրությանը։ Եվ գիտեք, որ մի հատ այսպես խոսք ասում են նավի կապիտանը վերջինն է լքում նավը։ Խորտակվող նավից վերջինը ինքը պետք է դուրս գա։ Այսինքն կապիտանը պետք է օգնի, որպեսզի բոլորի փրկությունը ապահովի, եւ եթե վերջում իրեն մնաց, նաեւ ինքը փրկվի։ Եթե չէ, կապիտանը խորտակվում է նավի հետ միասին։ Սա ծառայի բնութագիր է, բայց կապիտանը հրաման տվողն է նավի վրա, բայց նաեւ պետք է լինի ամենամեծ սպասարկուն։ Քրիստոնեությունը այսպեսի մի բան է։ Հիմա մի քիչ առաջանանք, շատ անգամ մենք անցած անգամ խոսեցինք ծառայի մասին, բայց Տերը ծառայությունից ավելի բարձրացրեց մեզ։ Տեսեք ինչ ասաց Հովհաննես Ավետարան 15-17 խոսքերում։ Սատանան ուզում է ստրուկ, Տերը ուզում է բարեկամ, Տերն ուզում է գործակից, Տերն ուզում է սպասավոր։ Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր Տերն ինչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ որ ես հորից լսեցի, ձեզ հայտնեցի։ Դուք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ կարգեցի, որպեսզի դուք գնաք ու պտղաբեր լինեք եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորից իմ անունով խնդրեք, տա ձեզ, այս եմ պատվիրում, որ սիրեք միմյանց։ Այստեղ Տերն ասաց, որ
Իմ հորից ինչ որ դուք ուզեք, խնդրեք տա ձեզ։ Հետ եղել է, որ Հիսուսի անունով հորից բանես խնդրի ու չի տվել։ Այնքան շատ, որ չասած։ Հիմա այս խոսքը ճշմարիտ չէ։ Խոսքը ճշմարիտ է։ Մենք ճշմարիտ չենք կարդում խոսքը։ Տեսեք, մենք միշտ այն վերստվող կողմը որ կա, որ մենք Աստծուց պետք է ուզենք, լավ ենք հասկանում։ Դրա տեղերը լավ գիտենք։ Բայց ինչ պետք է անենք դրանից առաջ, սա անտեսում ենք։ Ես որ կարդացի այս խոսքը, վստահ եմ, որ մեծամասամբ դուք այս խոսքը չնկատեցիք։ Հիմա ասեմ որն է։ Նորից կարդամ։ Ես ձեզ ընտրեցի ու կարգեցի, որպեսզի դուք գնաք ու պտղաբեր դառնաք, եւ ձեր պտուղը մնա։ Պտղաբեր դառնաք եւ ձեր պտուղը մնա, հետո ասած դրանից հետո ինչ որ հորից խնդրեք իմ անունով, ձեզ կտա։ Մարդը անպտուղ բարդուպես է, բանի տեղ չի դնում ասուն, բանի տեղ չի դնում ասո խոսքը, ոչ էլ եկեղեցին, ոչ էլ ծառայությունները, ոչ էլ մերձավորին, ոչ մեկին, բայց ուզում է ինչ որ ուզի Աստված տա։ Սիրելիներ, այսպեսի բան չի լինում։ Հիսուսը ինքը ծառայի կերպարանք առավ, անցած անգամ մենք շատ կանգ առանք սրա վրա, եւ մեզ էլ կանչեց այդ նույն ծառայությանը։ Եվ Մատթեոս ավետարան 11:28-30-ը, խնդրում եմ ուշադիր լսեք, դանդաղ կկարդամ։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեր վրա վերցեք ու ինձանից սովորեք, որովհետեւ ես հեզ եմ ու սրտով խոնար, եւ ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է ու իմ բեռը թեթև։ Այս խոսքը երկու մաս ունի։ Դերն ասած, ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներն ու բեռնավորվածներ, այսինքն նա չասած հավատացյալ բեռնավորվածներին, ասած այս աշխարհի լուծը կրող բեռի տակ սխտված մարդկանց, եկեք ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ, ես ձեզ պիտի հանգստացնեմ։ Ինչ պետք է անի Տերը, որ մեզ հանգստացնի։ Տերն ասում է, ես էլ լուծ ունեմ ձեր վրա տնելու։ Ու բեռ, Տեր, այն բեռից գալիս ենք այս բեռի տակ, Հիսուսն ասաց, իմ լուծը քաղցր է ու իմ բեռը թեթև։ Որովհետև Քրիստոսի լուծը մարմնի լուծ չէ, որ կտնի քո վրա։ Քրիստոսի լուծը այն սերն է, այն քաղցրությունն է, այն կյանքն է, որը մենք մեր վրա կընդունենք, որը նաև դառնա ուրիշներին որպես ծառայություն։ Սա հոգու լուծ է, սա հոգու բեռ է, եւ Քրիստոսը մեր մարմիններին չէ, որ տալիս է այդ հանգստությունը, այլ մեր հոգիներին, եւ ձեր հոգիները հանգիստ պիտի գտնի։ Թե չէ որ վերցնեք շատ քրիստոնյաներ նահատակվեցին արենաներում, առյուծների առաջ, գիտեք ինչ խոշտագումներ, վայրագային, այս ներկայդրության վերջին ժամանակներս հազարավոր քրիստոնյաներ Սիրիայում նահատակվում են, սպանվում են, մորթվում են։ Քրիստոսի անվան համար։ Իմ կասեք, այդ ինչ լուծ էր։ Հետո կտեսնեք երկնքում այդ բեռից հետո նրանք ինչպեսի հանգիստ պիտի վայելեն, որովհետև Քրիստոսի լուծը այսպեսին է։ Ուրեմն մենք յուրաքանչյուր աշխատանք, որ անում ենք, եւ դա սիրով չենք անում, չենք սիրում։ Այդ աշխատանքը մեզ համար դառնում է բեռ։ Ես հողագործություն չեմ սիրում, որ ինձ հանկարծ ասեն մի մարկ փորի, իմ համար այդ բեռ է, տանջանք է, տառապանք է։ Բայց որ ասեն շինարարություն, չգիտեմ, էսի բաներ սիրում եմ, հաճելի է ինձ։ Մենք Աստծո կամքը կատարելու համար սիրել ու չսիրել հասկացողություն պետք է չունենանք, մենք պետք է սիրենք Աստծուն եւ դրանից եկած սիրենք նաեւ Աստծո գործը։ Եվ այն մեզ համար կդառնա թեթև, ուրախությամբ կանես այն եւ ոչ թե հառաչելով։ Ես հիշում եմ տարիներ առաջ մենք դեռ նորավատ էինք, նորապատում էինք ապրում, մեր եղբայրներից մեկի տանն էր։ Երեխեքը դե փոքր էին այն ժամանակ, այնպես չարաճճ էին, լավ չէին ինչ որ ինչ տեղեր իրանց պահում։ Մի ասիկ աղբերը պատժում էր, ասում էր, «Այսքան գլուխ ավետարան կարդաց»։ Հետո ես հասկացել եմ, որ ավետարան կարդալը երբեք որպես պատիժ չկիրառես երեխեքի վրա, որովհետև ավետարան կարդալը պատիժ չէ, դա օրհնություն է։ Այ պետք է ասես կզրկեմ ավետարան կարդալուց։ Ու ինքը պետք է լասի թե պապանից զրկում ավետարան կարդալ, սա ուրիշ է։ Եթե դա պատիժ կիրառեք, ես ասում եմ, երեխաները մի օր մտածի կասի, պապան առավոտից երեկոն ավետարան էր կարդում, երևի երեսները պատժել են իրան, որ ավետարան կարդա։ Եվ ոնց էին կարդում, դե ես այդ բակում ապրել եմ, ես
նեղվելով, տանջվելով, տարապելով, այդ բերա։ Բայց եթե մեկը սիրում Աստծո խոսք, ամեն օր առավոտ կանող նա կսկսի իր կյանքը աղոթքով, Աստծո երեսը փնտրելով եւ Աստծո խոսքի մեջ Աստծո օվկիանոսում խորանալով։ Եվ այն կանի սիրով, որովհետեւ սիրում է Տիրոջը։ Ուրեմն յուրաքանչյուր բեռ, եթե դու սիրով չես կրում, այն դառնում է քեզ համար շատ ավելի ծանր։ Հիմա ինչ է նշանակում ծառա։ Մի անգամ էլ լպանցիկ անցնեմ, ես վերցրել եմ բացատրական բառարանից, ինչպիսի հոմանիշներ կան ծառա լինելուն։ Սպասավոր, աղախին, հպատակ, հարկատու, մեկ ուրիշի հրամանին հնազանդվող անձ, ստորադասված անձ, քանի որ նա ցածր է իր Տիրոջից, այդ առումով, աշխատող ուժ, մեկ ուրիշի ձեռքի տակ աշխատող բանվոր, դաշտի մշակ եւ այլն։ Տեր Հիսուսը ցույց տվեց իր ծառայության ամենամեծ օրինակը աշակերտների հետ, երբ որ վերջին օրը այդ խորհրդավոր ընթրիքին հավաքվեց աշակերտների հետ միասին Վերնատանը։ Արեց մի բան, որին աշակերտները երբեք չէին սպասում։ Սրբիչը կապեց մեջքին, վերցրեց տաշտը կամ կոնքը, այդպես ինչ որ, այդպես էր անվանում այն ժամանակ տաշտերը, մեջը ջուր լցեց եւ մոտեցավ աշակերտների ոտքերը լվանալու։ Աշակերտները ապշած զարմացած էին։ Մենք էլ որ լինեինք, նույնը կասեինք, ինչ որ Պետրոսն ասաց. «Քավլիսի Տեր, դու ին ոտերը լվաս»։ Գիտեք ինչու այսպես զարմացան։ Նրանք գիտեին, որ ծառաներն են լվանում Տիրոջ ոտերը, ոչ թե տերերն են ծառաների ոտքերը լվանում։ Եվ Տերն ասաց, եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես։ Պետրոսն ասաց, Տեր, որ այդպեսի իմ ոչ թե մենակ ոտքերը ձեռքերս ու գլուխս էլ լվա։ Տերն ասաց, չէ։ Դուք մաքուր եք այն խոսքով, որ ես ձեզ ասացի, որի պատճառով մենակ ձեր ոտքերը պետք է լվանալ։ Եվ ասաց, ես Տերս ու վարդապետս ձեր ոտքերը լվացի։ Երանի ձեզ, եթե դուք էլ այսպես անեք միմյանց։ Գիտեք, նա մի պատվեր տվեց ոտքեր լվանալու, որը ոչ թե պետք է օգտագործվի եկեղեցիներում միայն որպես հաղորդության ծես, այլ մեր համար որպես կյանքի դաս։ Ինչու եմ ասում ծես։ Հաղորդության ժամանակ մենք որ ոտն լվանում ենք, լավ ենք անում, Տերը պատվիրել է, մենք էլ անում ենք այդ։ Մենք մեր ոտերը տոնում են նախորդ լավ լվում ենք, այն քարով էլ պրտում ենք, որ հանկարծ այդ թեփերը մեփերը չերև անայտանա, լավ մշակում ենք եղունգներով, ամեն ինչում մաքուր ոտերը գալիս դնում ենք մաքուր ջրի մեջ։ Ոտը լվան այդպես չի։ Մի անգամ ես տես ոտը լվայի մասնակցել եմ։ Եկա ոտը լվայր, ոտերս քարտնած, կեղտոտ շանոտը գալիս էր, հանի դի տաշտ մեջ, ասի ոտը լվան, այ էսա։ Թե ումը փաշին ընկավ չեմ հիշում։ Ոտը լվան մեր կյանքում պետք է լինի իրար նկատմամբ եւ որպես մեկս մյուսից բարձր համարելու համար եւ ծառայելու համար։ Հնարավոր է մեկը հիվանդ պարկած է հիվանդանոցում, խնամող չունի, դու գնացել ես նրան խնամելու։ Պետք է լինում նրա ոտքերը լվանալ, լվանում ես, պետք է լինում նրա գարշոկը թափել, թափում ես, պետք է լինում նրան կերակրել, կերակրում ես։ Ոտը լվան լայն հասկացողությամբ վերցեք, շատ առումներով իրար հանդեպ ունեցած ծառայություն։ Քո կիսուրդ մեծացել է, հիվանդացել է, ձեռու ոտից ընկել է, բայց քեզ շատ է ճնշել։ Այ եկել այն ժամանակ, որ պետք է ինչ անես, ասես լարիստե։ Այդ դու են կիսուր, այսպես մի արեք երբեք։ Հիշեք, մի արեք այսպես։ Դուք պետք է ցուցաբերեք ձեր կյանքի ամենալավագույն դասը՝ ներողամտություն եւ խոնարհաբար ծառայություն, որտեղ դու ոչ թե նրա համար ես դա անում, այլ Տիրոջ համար ես անում։ Հիմա մեկը մի հատ սխալա կատարի, անցանկա գործի, լավ, գլուխը պատին տվեց, հնգավ այդ մեղքի անցանկի մեջ, շնություն դար ընկելա դրա մեջ, գնդակարեն այդ մարդուն։ Ներումը բա որտեղ է մնում։ Դրան ապաշխարության հնարավորություն կա, տալ թե չտալ, իհարկե տալ։ Պողոս Սարաքյանն ասում էր, ոմանց ասում է, դրանց պատիժը բավարար համարեք, այդ վերաբերմունքը որ ցույց տվեցիք, հիմա էլ սեր ցուցաբերեք նրանց նկատմամբ, որպեսզի դրանք չափազանց տրտությունից չկորսվեն։ Ես հիշում եի Դավթի օրինակը, Դավիթը մեծ մեղք գործեց։ Համ տիրացավ ուրիշի կնոջը,
Այդ կնոջը տիրացավ ինքը, ոչ թե ինչ որ համաձայներ այդ կինը։ Եվ սպանեց իր մարդուն, որպեսզի այդ խայտարակությունը ծածկի։ Տերը ապտակեց Դավթին, թե չապտակեց։ Ապտակեց։ Էն էլ ոնց ապտակեց։ Նրանից ծնված երեխան մեռավ։ Ի հակառակ Դավթի այդքան ծոմերի, աղոթների, խնդրանքների, թե երեխան թող ապրի։ Բայց Տերը ներեց նրան, ներեց։ Մնաց նա Աստծո բարեկամ, մնաց Աստծո սիրելի, մնաց, վերականգնեց իր հարաբերությունները Աստծո հետ, վերականգնեց։ Եվ նա ամուսնացավ նորից ի վերջո Բերսաբեի հետ, որտեղ Բերսաբեն արդեն դարձավ նրա կինը։ Եվ Իսրայելի հաջորդ թագավորը եղավ Բերսաբեից ծնված է, եւ ոչ նրա մյուս կանանցից։ Հիմա տեսեք, Աստված հանկարծ ուրիշ կերպ է վերաբերվում մարդու հետ։ Մարդը լրիվ ուրիշ կերպ է վերաբերվում։ Դրա համար Դավիթն ասում էր. «Լավ է Աստծո ձեռը ընկնեմ, քան թե մարդու»։ Աստված կների ձեզ, հիշեք, մարդը չի ների։ Դուք մի եղեք այդ չներող մարդը, դուք եւ ես էլ ձեր հետ միասին ունենանք Քրիստոսին սիրտ ունեցող, որ մենք կարողանանք ընկածին բարձրացնել, որտեղ դու նրա ծառան էիր, ոչ թե իշխանը կամ դատավորը։ Հասկանում եք, ծառան այս իմաստն ունի։ Բացի այս ծառայությունից ուրիշ ծառայություններ կան կամ ուրիշ ծառաներ կան, որից մեր եկեղեցին էլ պակաս չէ։ Օրինակ, խմիչքի ծառա, ավելի շատ ստրուկ ասեմ, կան հավատացյալներ, որ խմիչքի ստրուկ են։ Կոկա-կոլայի ստրուկ էլ կարող է լինի։ Խմիչքի ստրուկներ, մարդը չի կարողանում թողնել այն։ Խմիչքը ոչ մի լավ բան չի տվել մարդկությանը։ Ոչ մի տեղ, ոչ մի գրամ, անգամ ես վերջերս կարդացի մասնագետ գիտնական մարդկանց խոսքեր ասում, ամենաչնչին քանակությամբ ալկոհոլն անգամ վնասակար է օրգանիզմին։ Մարդը բայց չի թողնում սա, չի կարողանում, որովհետև սրան ծառա է։ Ծխախոտի ստրուկ կա։ Ասած անգամ եղբայրներից մեկն ասեց, ասում եմ մի հատ եղբայրի տեսավ շուտ պահեց ծխախոտը, որ իբր չտեսնի։ Ես էլ երեք միտեղ ասում եմ, մեկը շուտ պահեց, կայնա ավտու, ասի պիտի կայնեմ, չեմ խնայի։ Կայնա ասի, ստո ձեռներդ կվառես։ Ինչ ես իզնից պահում։ Դեն շպրտի այդ բանը քեզնից։ Դու դարձել ես դրա ստրուկը, հա, ճիշտ ես ասում, ասես եղբայր, թողեմ, ադեմի թող, ամեն անգամ տեսնеш պիտի արսեմ, թողեցիր թե չի։ Կարող եմ մարդը լինել հաշիշի ստրուկ, կարող է լինել։ Ես որ ապաշխարում էի արդեն մեր եղբայրներից մեկը մի օր ինձ ասեց, դու սկի պլան քաշած կաս, ասի չէ։ Փառք ասուն, այդ մի բանը չի հաջողվել, սատանան չի հաջողացրել, ես դրա համը չգիտեմ, հոտը գիտեմ, որտեվ շրջապատից ծխում էին, բայց համը չեմ տեսել։ Ասես դրա համար էլ չես հասկանում դրա էֆեկտը։ Ասում ախպեր, որ էդի քաշում ես, միտքդ բացվում, պայծառանում ես ծևիր, ավելի լավ ես հասկանում ամեն ինչը։ Օսի, օհա, հիմա այդ համ ասեմ եղբայրներ հավաքվեք, մի հատ պլանը վառենք ֆրանկ, որ մեր միտքը պայծառանա, մեր Գիտեք, ուզում են ինձ համոզել, որ դա լավ բան է։ Ես իրան համոզում եմ, որ դա չարիք է, ինքն ինձ համոզում է, որ դա շատ լավ բան է։ Գիտեք ինչու էր համոզում, որտեղ ինքը դրա ստրուկն էր։ Այդպես էլ մնաց դրա ստրուկը ինքը։ Այդպես էլ դա իրեն հերրու պահեց եկեղեցուց, եւ խմիչքը, եւ հաշիշը։ Կամ ավանդույթների ստրուկ։ Մենք շատ անգամ ես ասեմ, մենք ավանդույթների ստրուկ ենք, հենց հիմա էլ։ Մենք ավելի շատ մեռելապաշտ ենք, քան թե հարազատասեր։ Հարազատը մեռնում ամեն ինչ նրա անունի համար պատրաստ ենք անել, կենթանի ժամանակ մի հատ հիվանդանոց այցելության էլ կարող է գնացած չլինես։ Մենք դառնում ենք նաև դրանց ստրուկները, թուփ ծեսեր ենք պահում, որոնք ոչ մի կապ չունեն աստվածապաշտության, աստվածաշնչի հետ։ Հիմա իմ թվարկած այս ստրուկները կարող են Աստծո ծառա լինել երբեք։ Եթե դու իմ թվարկած ու սրա նման շատ բաների ծառա ես ու ստրուկ, դու Քրիստոսի ծառան լինել չես կարող։ Ուզենաս, բայց չես կարողանա։ Մենք ծառա ասելով հասկանում ենք ժրաջան ծառա, հաղթող ծառա, ոչ թե ծույլ եւ ալարկոտ։ Հիմա ծառան ենթարկում է իր տիրոջը անվերապահորեն։
Հիսուսն է իմ Տերը։ Նրա հրամանները իմ մոտ քննարկելի չեն, այսպես պետք է մտածես։ Приказ командира не обсуждается։ Եթե կոմանդիրը Հիսուսն է, նրա հրամանները չի քննարկվում։ Այո եւ ամեն։ Զինվորը հրամանատարին ո՞նց է ենթարկվում։ Ասում է. լսում եմ պարոն հրամանատար։ Всё, վերջ։ Գնա եւ կատարիր։ Հատուկ հարգանք է ցուցաբերում Տիրոջ նկատմամբ։ Չէ՞։ Նույնիսկ մեծարանքի խոսքեր ասում է իր Տիրոջը։ Հավատարիմ է իր Տիրոջ ունեցվածքի տանտիրուհու նրա երեխաների հանդեպ։ Մենակ Տեր Հիսուսին չէ, նաև մենք որ ասենք մենք ծառայենք, երկրի որ ծառայես ունես ճակերտավոր Տեր հասկացողությունը, չեմ ասում Աստված Տեր իմաստով։ Օրինակ Սարան Աբրահամին Տեր էր ասում։ Կինը ամուսնուն ասում էր Տեր, իմ Տեր Աբրահամ։ Մի անգամ երիտասարդական հավաքույթի ժամանակ այս մասին էին քննարկում, ամուսնության թեմայով էր։ Հարց տվեցի, ասեց, ձեր մեջ էլ ամուսնացածներ կան, կամ մեկը որ մի անգամ թեկուզ կյանքում իր ամուսնուն Տեր ասած լինի։ Դիտես բան չկա, ո՞նց կարա լինի։ Բայց անտեր շատ են ասել, չէ՞։ Հիմա ասի եկեք մի հատ էսեւի փորձ կատարենք, էլի։ Ձեզ հանձնարարություն եմ տալիս։ Գնում եք տուն, եթե դու կին ունես, իրան դիմի իմ տիրուհի, իմ անուշ, իմ քաղցր, իմ սիրելի, իմ թանկագին, իմ միակ, զարմանա, թու զարմանա, ըտենց ասա, ինչ անեմ քեզ համար, բայց եթե ամուսինը դա, գնասա իմ թագավոր, իմ Տեր, իմ սիրելի էցևի, մեր Հայկը այդ անգամ երիտասարդականին չկար, Հայկը տեղյակ չի սրանից, ասում է, նարան եկավ տուն, ինչ ասեմ, ասում է, լսում եմ իմ Տեր, լսում եմ իմ թագավոր, լսում եմ իմ միակ, շշմել եմ, ասում եմ, այս աղջիկը ինչ է կատարվում, ասես բան երբեք չի եղել, հետո որ իմացա, որ ինչ որ հանձնարարություն եմ տվել երիտասարդներին, բայց ցավոք դա մի շաբաթ տևեց, մի շաբաթ տևեց, այսինքն այստեղ մեծարանքի առումով ասենք ինչ կլինի, որ մենք այդպես դիմենք իրար էլի, սիրուն գեղեցիկ խոսքերով, մեծարական խոսքերով, անգամ քո թորնիկներին, քո երեխաներին լավ բառերով դիմի։ Մի օր թորնիկս եկավ, Աքսան, ես թերի աղջիկը, ասեց, պապի, ուրեմն մեր դասարանում մեր ուսուցիչը ասեց, ձեր պապիկները ինչպես են դիմում։ Դե պապիկներ կան, ես շատ գիտեմ, ինչպես են դիմում։ Աղջի արես, լակոտ, չգիտեմ, բան չէ, ինչ որ ասում են։ Ինչ որ ասեց ինձ ասեց քո պապիկը ինչպես է դիմում, ասեց ինձ ասում է իմ թագուհի, իմ սիրելի, իմ գեղեցկուհի, իմ չքնաղ։ Ես էլ լավ զգացի այդ ժամանակ։ Ինձ թագուհի էլ չքնաղել զգացի, ասի ինչ լավ է որ սիրուն բաներ եմ ասել իմ թորնիկին, բա որ տեղ բան ասի ինքն այնտեղ ասել, այդ իմ պատիվն էր արդեն։ Փաստորեն մենք աշխատենք իրար նկատմամբ շռայելենք լավ խոսքեր, ոչ թե վատ։ Եվ եթե ասում ենք այդ խոսքերը, աշխատենք մի քիչ իրականությանն էլ մոտեցնենք, որ հավատա, որ դու ոչ թե ինչ-որ շողոքորթություն ես անում, այլ արդեն քո մոտ դարձել է իսկապես դա իրական։ Հովսեփը ստրուկ էր, ծառայել չէ, ստրուկ էր, բայց ինքը ինչպես էր ծառայում պետապրեսի տանը, որ արժանացավ պետապրեսի հարգանքին, որ պետապրեսը իր ամեն ինչքերի վրա դրեց վերակացու, ստրուկին դրեց վերակացու իր ամեն ինչքերի վրա։ Բանտում նա նորից այդ նույն հաջողությունը ձեռք բերեց, թեկուզ այսպես դաժանաբար, այսպես անարդար ձևով հայտնվեց բանտում։ Բայց այնտեղ է ձեռք բերեց, որովհետև ինքը ուներ այդ ծառայի հոգեբանությունը։ Որտեղից կարող է ծառան ձեռք բերել սա, որովհետև ծառան սկսում է ճիշտ վերաբերվել իր տիրոջ գույքի հետ։ Ես որ մեծամորում աշխատում էի, մի օր մեկը մեր աշխատողներից էր, վերցեց մուրճով սկսեց ինչ-որ բան, նա գույք էր ինչ-որ, տվեց սկսեց ջարդել։ Ո՞ս ինչ ես կոտրում էդի բան։ Քո ինչ գործնա, սիրտը ցավում է։ Հետո հիշեցի այդ բանը էլի, որ քո տիրոջ գույքն անգամ չես փճացնի։ Լավ, պետական գույք է էլի, քեզ ինչ էր արել, ասենք այդ աթոռը որ դու կոտրեցիր։ Դրան ցույց տվեցիր, որ դու լավը չես։ Ես որ ունեի մի հատ ինժեներ կամ որևէ մեկը իմ հիմնարկում քեզ չէի ընդունի աշխատելու քո նմանին, որտեղ որ աչքս տեսավ դու ոնց ես վարվում ուրիշի ունեցածին, ես իմը կվստահեմ քեզ։ Դրա համար Տերն էլ ասաց,
օտարի մեջ հավատարիմ եղեք ու ճշմարիտ է ձեզ կտրվի։ Եթե դուք օտարին եղած հարցերի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ով կվստահի ձեզ։ Մենք պետք է այսպես լինենք։ Ուրեմն ամեն հարցում այսպես վարվել։ Հոսանքա, տեսեք, մենակ ստեղա վարվում, այնտեղ որ կարդամ։ Ես չեմ ասում շատ ժելատ լինենք, որ մարդը ելելա քո տնից այդ հալու լույսի չէր վարվում, որ գույնը կոշիկները ակնի։ Բայց նաև անիմաս չշարայել ենք մեր Տիրոջ ունեցածը։ Ես շատ անգամ ասել եմ, որ իմ հավաքույթը վերջացավ, իրիկունա բոլոր լույսերը վառա, պետքա որ վառվի։ Հետո որ գնում են մարդիկ ան մնում են, ինչ որ հարց կա կամ մեկին սպասում ենք։ Քանակա եղել ես տեսել եմ 30 հատ ամեն մեզ, 30 հատ, 30 քանի հատ լամպ կա։ Օբշի 99 լամպ կա այստեղ։ Ամեն մեկը 100 վատ։ Մոտավորապես 10 կիլովատ ոսանքա վառվում ժամում։ Մենակ լուսավորության համար։ Երկոքի նստում են 99 հատ լամպ կա վառում, տակը սկսում են խոսալ իրանց համար։ Գիտեք ինչի, որտեվ իրանք չեն վճար։ Ճիշտ է, իրանց տվածով եմ ես եթում վճարում։ Խնդիրը դա չէ, բայց քանի որ ես տալիս եմ, գիտեմ որ ամեն ամիս մոտ մանավանդ ծմերները մի 150,000 դրամի կարգի մենակ հոսանքին եմ փող տալիս։ Հաշվելով չի պրծնում այդ փողը որ տալիս ես։ Բայց մեմ ափսոս չի, կարելի էր դա խնայել, դրա փոխարեն մի ուրիշ բանի վրա օգտագործել։ Գիտեք ինչի, որտեվ դու չես զգում քո վրա ցավ։ Կամ եղելա ներքևը աղոթք են անում, պրիտեքը միացնում են, լավ է, միացրեք, տաքացեք, չմրցեք։ Հետո դες վարդ հողում եթում են։ Ժամերով, օրերով, թե վաղու աղբերը լավ է, ինքը բծախնդիր է, մտա, անջատեց, չի այդպես կմնա։ Սա նշանակում է, որ դու ճիշտ չես վարվում քո Տիրոջ ունեցվածքի հետ։ Ես որ նորադարձ էի, միասնիկ եղբոր, չգիտեմ, այսօր միասնիկ աղբոր հիշատակը, միասնիկ աղբերը սարկավագ էր, բայց ընտիր սարկավագ էր։ Եղել է անգամներ, որ իր հետ ես գնացել եմ շուկա, ինչ որ առևտուր անելու, եկեղեցուն եղած ինչ որ պետքեր կար, մանր մոներ բաներ թեկուս կանաչիա, էսայենա կամ միրքա, հյուրա, ես չգիտեմ։ Ինքը այնպես չէր մտնի պատահական, որը լավ էր, ես ինչեր էդի առներ, ինքը մի երկու կռուկ sense ֆռում էր շուկայում։ Մի հատ ծանոթանում էր մրգերի կամ այդ բանի որակին եւ գնին, մի երկրորդ, երրորդ կռուկին նոր սկսում էր առնել են կետերից, որտեղ ավելի էժան էր ու ավելի հարմար։ Ես իրանից սովորեցի, բայց էլի դες լավ չսովորեցի։ Որտեվ դա էլ պետք է մարդի մեջ լինի, որ դու սկսես ճիշտ վարվել։ Եթե դու ուրիշի ունեցածի հետ ճիշտ վարվեցիր, քոնի հետ էլ խնայողաբար կվարվես։ Գիտեք, մարդիկ շատերն ինչու չեն կարողանում լավ ապրել, որտեվ իրենց ունեցածը ճիշտ չեն բաշխում ըստ ծախսի եւ ըստ անհրաժեշտության։ Ծխում են ոնց պատահի, հետո ամսվա վերջում փող չեն ունենում։ Այդպես ենք մենք ուսանող ժամանակ։ Մի 10 ռուբլի, 15 ռուբլի փող էին տալիս, որ այդ շաբաթ մենք որպես ուսանող ապրենք, առաջ երկու օր էլ տորթերով, սոկերով, ամեն ինչով ծախսում ենք, 4 օրը սոված ենք, շաբաթ օր իրիկուն էլ էլեկտրիչկով են գալիս, որ փախնենք վագոնից վագոն փող չտայինք։ Որտեվ չկա, որտեղից տայինք։ Մի անգամ շաբաթը վերջում մոտս մի ռուբլի փող էր մնացել, ասի այդ համ ավտոբուսով տուն այսօր շուտ գնամ։ Եկա պրոսպեկտ, այսպես ուղիղ ճամփեն չասար տվեցի, անցա մտա մի հատ կոմիսիոն, թե ինչի մտա այդ կոմիսիոն։ Հետևից ես ոստիկան եկավ, ծերիցս բռնեց, ասեց ուսանող ես, ասի հա, ուսանողական դոմսդ լացույց դուր։ Տվեցի, վերցեց, ինչի ճանապարհը անցումով չանցար։ Դու ասի մի շատ գիտեմ, ինչի չանցա, ինձ քասարել անցա։ Մի ռուբլի դու գամացիկ։ Այդ մի մանետ էլ ծերիցս առավ, դու գանեց նորից եկա վագզալ, մինչև իրիկու սպասեցի, որ էլեկտրիչկան գա ես դրանով գայտուն։ Հասկանալի է, դու քո ունեցածն էլ կսկսես տնտեսել։ Շատ լավ։ Ուրեմն ոմանք ունեն տանուտերի հոգեբանություն, իսկ ծառան պետք է հաշվետու լինի իր քայլերի համար, իր արարքների համար, իր խոսքերի համար։ Այսինքն, եթե մենք Տիրոջ ծառան ենք եւ Տիրոջ պատվերով նաեւ մեր ծառաների ծառան ենք, դու նրանց հանդեպ պետք է քո քայլերի մեջ լինես հաշվետու, կշռադատված ասեմ, լավ հաշվետու չասեմ, արարքների մեջ կշռադատված, խոսքերի մեջ կշռադատված։ Ավելորդ խոսքեր մի ասա մարդուն։
Եվ որ Տերը վերադարձավ, իր հետ ունենալու է իր վարձքերը։ Մի օր ես այդպես վարձքեր էի գրել, մեկը կոմենտ էր արի, հանդիմանեց ինձ, ասեց միայն Էջմիածնի ավետարանում գրած վարձերը։ Բոլոր տեղերում գրած է վարձքը։ Լավ, ասի թող լինի վարձքը։ Բայց եղա ասում է լավը վատի մասին, էլի չտարա վարձքեր, որովհետեւ մի ձևի չեղավ այդ վարձքը։ Վարձքը, եթե մի եզակ ես հասկանում, մի բանի է վերաբերում։ Բայց դերն ասած, որ ամեն մեկին պիտի տամ ըստ իր գործերի, ըստ իր աշխատանքի պետք է լինի իր վաստակը։ Այսինքն, եթե դուք ուզում եք երկնքում մեծ վաստակ ունենալ, այստեղ պետք է դրան համապատասխան դուք աշխատեք։ Փրկությունը տրվում է պարգև, բայց վարձքը պարգև չի տրվում, այն դու վաստակում ես կամ չես վաստակում։ Ուրեմն մենք պետք է, եթե ուզում ես վաստակել, դու պետք է ծառայես ջրաջան ծառայի պես, որովհետև երկնքում հավասարություն չէ։ Հիշեք, ամենամեծ անհավասարությունը երկնքում է լինելու։ Որտեվ այնտեղ յուրաքանչյուրը կստանա ըստ իր կատարածի։ Եթե չունես վարձք, գրած ասում է, եթե քո գործերը վայրվի, դու կրակից կպրծես, վարձք չես ունենա։ Եթե մի դժբախտություն գիտեք, երկնքում ոչինչ չունենաս, բայց մտել ես այնտեղ։ Նոր կհասկանաս, թե ինչ կապ ուներ Տիրոջը ծառայություն անելը եւ Տիրոջը ծառայություն չանելը։ Ուրեմն քո ներդրումներից է այս կախված։ Հիմա եթե նայենք ըստ խոստման, չէ որ գրված է եւ Քրիստոսով Տերը մեզ նստեցրեց երկնավորների մեջ։ Չէ, Քրիստոսի կողքին։ Սա խոստում է։ Դա այդպես է, դա իրական է, բայց դու կնստես թե չես նստի իրականում, սա կերևա հետո։ Այսպես չի։ Բայց նստեցրեց, տեսնում է, դարիպսին ասում է դե յուրե մի ասե, դա սիրուն բառ չէ, դե յուրեն լավ էր ստացվում։ Դե յուրե դու նստած ես, բայց դե ֆակտո դուրս կարող դուրս մնաս այդտեղից, ինչպես Հուդան։ Մեզ շատ բան կա խոստացված, բայց մենք պետք է դրան հասնենք։ Երբ որ մոտեցան երկու աշակերտը իրանց մեր երկու տղեկից հեռը բռնած եկավ, ասես Տեր ուզում եմ, որ ես տղես նստի քո արքայության մեջ աջ կողմում, ես էլ քո ցախ կողմում։ Տերն ասաց, դուք էլ չեք հասկանում ինչ եք խնդրում։ Դու կարող ես խմել այն բաժակը, որը ես պիտի խմեմ, կամ մկրտվեք այն մկրտության, որ ես կմկրտվեմ։ Ասին կարող ենք։ Այսինքն Տերը ինչ ցույց տվեց։ Այդ քո ուզենալը լավ բանա որ ուզում ես, բայց այդ մենակ ուզենալով չէ, այդ մենակ ախորժակով չէ։ Դու պիտի խմես այն գավաթը, որը ես պիտի խմեմ, ու պիտի մկրտվես այն մկրտության, որով ես պիտի մկրտվեմ։ Կարող ես։ Այսինքն էլի ասես բան կա ստեղ։ Եթե նույնիսկ անգամ դա անես, էլի ինձնից կախված չէ, այլ իմ հորից, որին կուզենա, որ նա նստի իմ մաշին կամ ծաղին։ Այսինքն զգում եք, որ ինչ որ բաներ կա անելու, հենց այնպես չէ, որ թավաքյալի տված ամեն ինչ ունենք ընտեք, գնացին քեֆ ուրախություն անելու։ Եթե դուք տեսնես, որ դու քեֆ կարող ես քեֆ ուրախություն անես կրակների մեջ, սպասում ես Հիսուսին, հանկարծ գալիս է կոտոշավորը քո հոգին տանելու։ Սպասում ես երկնքին, հանկարծ դժոխքի դարպասներն է բաց։ Հա, դժոխքի դարպասներն է բացվում։ Սա էլ կարող է լինել։ Դա մարդերն ասում են, ձեր սրտում անգամ մի ասեք, ով կելի երկինք կամ ով կիշնի դժոխք։ Մենք չգիտենք ինչ կլինի մարդու հետ, բայց մենք պետք է ուշադիր եւ զգույշ վարվենք։ Ահա, մեկը կնստի Քրիստոսի կողքին, մեկը մի կերպ կրակից կպրծնի, մեկն էլ սկետ կրակից էլ չի պրծնի։ Ահա ծառա, քո վերջը։ Ինչպես կարող է լինել, որի լավագույն ավարտը կախված է այսօրվա քո ընտրությունից։ Տեսեք ինչ ասաց Տերը Ղուկաս ավետարան 12:37-ից 48, մեկ քիչ կկարդամ, բայց Երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ որ գա։ Ինչ կանի, եթե արթուն կգտնի այդ ծառային։ Եթե արթուն եղամ ինչ կանի, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ գոտին մեջքին կկապի ու նրանց սեղան կնստեցնի եւ կանցնի ծառայելու։ Եվ եթե կես գիշերվա կամ գիշերվա երկրորդ կամ երրորդ պահին գա ու այդպես գտնի, երանելի են նրանք։ Բայց այս էլ իմացեք, որ եթե տանտերը իմանար, թե գողը որ ժամին կգար, թույլ չէր տա, որ իր տունը սղոսկի, արդ դուք էլ պատրաստ եղեք, որովհետև երբ չեք սպասում, այն ժամանակ կգա մարդու որդին։ Երբ չեք սպասում, այդ պահին կգա Քրիստոսը։
Երբ է որ դու չես սպասում։ Այ հենց հիմա չես սպասում։ Այսպես մի պահ լինելու։ Գիտեք ծրագրով, բանով, sense հետո այդ հիդրոկայանի նման հաղորդեն, վաղվա որ ժամին անձրևը կգա տերը հեսա կայտնվի մի ժամ 40 րոպե հետո, այսպես չի լինելու։ Հանկարծ արջ գոցելու տևողությամբ անսպասելի կկատարվի եկեղեցու ապշտակությունը։ Անսպասելի։ Եվ մենք չենք կարողանա սա հասկանալ։ Դրա համար ես հիշում եմ մենք որ սովորում ենք դպրոցում Աստվածաշնչյան, ասում են եթե դուք Սուրբ Գիրք կթարգմանեք կամ բան կանեք, այն բծախնդրությամբ մանրամասնությամբ արեք այն առանց շտապելու, որ կարծես թե 1000 տարի լակա որ Քրիստոսը գա։ Բայց երբ այդ նույն գրած ավետարանը կքարոզես, այնց քարոզի, որ Քրիստոս հենց այսօր է գալու։ Հասկանալի է։ Այսինքն մենք պետք է այս պատրաստակամությամբ սպասենք Տիրոջ վերադարձին։ Իսկ հավատարիմ տնտեսը ինչպիսին է։ Եվ Պետրոսն ասաց. Տեր, այդ առակը մեզ համար ասացիր, թե բոլորի համար։ Եվ Տերն ասաց. ուրեմն ով է այն հավատարիմ եւ իմաստուն տնտեսը կամ ծառան, որին Տերն իր ծառաների վրա վերակացու է կարգել, նրանց ժամանակին կերակուր տալու համար։ Ուրեմն այստեղ սիրելի իմ եղբայրներ հատկապես, դուք որ տրված եք ձեր տասնյակները, ինչ որ ծառայությունները, երիտասարդական ապատանները, մանուկները, որ ուզում եք վերցեք, դուք տրված եք նրանց ժամանակին կերակուր տալու։ Հաց պետք է տաք իրանց, կյանքի հաց, ավետարանի անաղարտ խոսք, մաքուր եւ զուլալ խոսք, ժամանակին պետք է դուք կերակրեք նրանց։ Երանի այն ծառային ում Տերը կգա եւ այսպես անելիս կգտնի նրան, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր բոլոր ունեցվածքի վրա կկարգի, բայց եթե այդ ծառան իր սրտում ասի, իմ Տերն ուշանում է գալ, եւ սկսի ծառայակիցներին ու աղախիներին ծեծել, կամ ծառաներին ու աղախիներին ծեծել, ուտել, խմել եւ հարբել, այդ ծառայի Տերը կգա այն օրը, երբ ինքը չէր սպասում եւ այն ժամին, որ ինքը չգիտեր, եւ նրան 2.5 կանի ու նրա բաժինը անհավատների կամ անհավատարիմների հետ կդնի։ Իսկ այն ծառան, որ իր տիրոջ կամքը իմանալով ոչինչ չի պատրաստի եւ ոչ էլ նրա կամքը կատարած կլինի, շատ խիստ կպատժվի։ Իսկ այն ծառան, ով չիմանալով ծեծի արժանի բան է արել, քիչ կպատժվի։ Նրանում շատ է դրված, դրանից շատ կպահանջվի, եւ ում շատ է վստահվել, նրանից էլ ավելին կպահանջեն։ Այսինքն Տերը կպահանջի այն չափով, որ քեզ տվել է։ Եթե դու ասում ես, որ Տերը ինձ շատ բան ա տվել, ես շատ բան ունեմ, շատ բան եմ արել, օրհնված եմ, լիքն եմ, այդպես էլ քեզնից կպահանջի։ Պագոներ ուզում եկեղեցում հասար, այդպես էլ կպահանջի։ Ոչ մի գրամ պակաս դրանից Տերը չի պահանջի։ Ինչպես որ տվեց 10 մնաս, 9 մնասով չէր բավարարվի Տերը, երբեք 10 տվեց 10-ից ոչ պակաս կպահանջի, 5 տվեց 5-ից ոչ պակաս, 1 տվեց 1-ից ոչ պակաս։ Բարձր։ Այսպես է Տերը պահանջել։ Դրա համար մենք պետք է եթե մենք ծառաներ ենք համարում մեզ Տիրոջ, մենք պետք է այս բծախնդրությամբ ծառայենք։ Ով որ գիտեր իր Տիրոջ կամքը ծեծի արժանի գործ արեց, շատ ծեծ կուտի, ով չգիտեր բայց ծեծի արժանի գործ արեց, չի ասում ծեծից կազատվի, ասում է ծեծի քիչ ծեծ կուտի ուղղակի։ Մենք ավելի լավ իմանանք, որ ծեծի արժանի գործ չանենք։ Մեկ այդ խոսում ենք, այս մասին ենք խոսում, ասից, ախպեր, ավելի լավ է, ես վախենում եմ, ավելի լավ է չիմանամ ոչ մի բան, որ Տերը չծեծի, որ չիմանաս անես, вообще ավելի շատ կարող է ծեծ ուտես։ Ավելի լավ է իմանաս։ Մեկը դու այդ որ դու ինձ ասեցիր, արդեն գիտես։ Դու որ ինձ ասացիր այս խոսքը, դու արդեն գիտես։ Էլ մի փախի։ Ավելի լավ է երբ գտի դրանից։ Պողոս Արաքյալին չգիտեմ ինչու ես որոշեցի անվանել չեմպիոն։ Հաղթող չեմպիոն։ Ինչպես էր վազում Պողոս Արաքյալը։ Պողոս Արաքյալը Փիլիպպեցիների 3-րդ գլուխ 7-11-ում ասում էր. բայց ես այն ինչ որ ինձ օգուտ էր Քրիստոսի համար վնաս համարեցի եւ ամեն ինչ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության կամ Քրիստոսի ճանաչողության գերազանցության համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ եւ գտնվեմ նրա մեջ, ոչ թե իմ արդարությունը ունենալով, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատքով տրված, որպեսզի ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանքից նրա մահվանը, որպեսզի ամեն կերպ հասնեմ մեռելներից հարության, որպեսզի ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը,
մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանքից նրա մահվանը։ Սա չեմպիոնի վազքի բնութագիրներ։ Եվ նա ասում էր, ասպարեզում բոլորն են վազում, բայց մեկն է առնում մրցանակը։ Ես այնպես չէի վազում, որպես թե մի հատ քամի ծեծելով, չէ, կամ անստույկ, այլ մոռացած թե կողքիները, թե հետիները վազում էի, որպեսի հասնեմ առաջին մրցանակին։ Վազում էի, որպեսի հասնեմ առաջին մրցանակին, եւ որպեսի իմ մարմինը ճնշման եմ ենթարկում ու նազանեցնում, որպեսի չլինի թե ուրիշներին քարոզելով ինքս խոտելի գտնվեմ։ Այսինքն, եթե դու ուրիշներին սովորեցնում ես, այնպես արա, որ ինքդ խոտելի չլնես ուրիշներին քո սովորեցրածի համեմատ, դու խոտելի չլնես։ Հիմա այստեղ տեսեք, ասես որ վազելը բոլորն են վազում, մեկն է առնում մրցանակ։ Բայց ես լավ լուր ունեմ։ Մենք բոլորս կարող ենք առնել առաջին մրցանակ։ Հիմա կասես դրական, ո՞նց կարող ենք բոլորս չեմպիոն դառնանք նույն եկեղեցում։ Այո, որովհետև մենք իրար հետ չենք կռվում։ Մենք այս խավար աշխարհի աշխարհակալների հետ ենք կռվում։ Երկնքի տակ եղած չար ոգիների հետ ենք կռվում։ Իշխանությունների եւ պետությունների հետ ենք կռվում, ոչ թե իրար հետ։ Այ եթե իրար հետ ենք պատերազմում, իրար հետ ենք պայքարում, իրար հետ ենք մրցում, մեկը պետք է լինի։ Բայց եթե մեր պատերազմը ճիշտ դաշտում է, մենք բոլորս կարող ենք դառնալ չեմպիոն։ Ես մի բան կարդացի համացանցում էր, որը դուրս եկավ այդ օրինակը ֆիքսեցի իմ մեջ։ Օրինակ է վերում ասում է վայրի ձիերը վայրի էշերից գիտեք ինչով են տարբերվում։ Ով գիտի վայրի ձիերը վայրի էշերից ինչով են տարբեր։ Ասում է երբ որ գայլերը հարձակվում են ձիերի այդ հոտի վրա, խմբի վրա, վայրի ձիերը գլուխները անում են իրար քացիներով դեպի գայլերը։ Ասում է վայրի էշերը ճիշտ հակառակը, գլուխները տալիս են գայլերին, քացիներով տալիս են իրար։ Հիմա փոխաբերական իմաստով եմ ասում, տեղեր կա որ մարդիկ փոխանակ պատերազմում են թշնամու դեմ, պատերազմում են իրար դեմ, որտեղից են առաջանում եկեղեցում խառնակությունները, բաժանությունները, գեշ-կասկածները, որովհետև սկսում են իրար դեմ պատերազմել։ Եկեղեցները դառնում են մի հատ խորհրդարան, չգիտեմ ինչի կռիվ եւ ինչի պետք է ասենք։ Այս դեպքում դուք ձեր պատերազմը արդեն տանուլ եք տվել, եթե նույնիսկ դուք հաղթող եք։ Արդեն տանուլ եք տվել, որովհետև քո հաղթանակը արա եղբոր հանդեպ չէր, քո հաղթանակը այս խավար աշխարհի իշխանի դեմ էր։ Ահա, իսկ հնարավոր է որ մեկը խանգարի քո վազքին։ Այո։ Մեր ներսում փնտրենք հիմա, թողենք մեր արտաքին թշնամուն, մեր ներսում, որովհետև թշնամին գործում է նաև ներսից եւ ներսում եղած մի փոքր թթխմոր, ինչպես Պողոս Առաքյալն ասում է Գաղատացիների 5:7-ից 10 խոսքերում, ասում է մի փոքրիկ թթխմոր ամբողջ զանգվածը խմորում է։ Ես ձեզ վրա Տիրոջով հույս ունեմ, որ ուրիշ բան չեք մտածի եւ ձեզ խռովեցնողը ով էլ որ լինի դատապարտության է ենթարկվելու։ Այսինքն մարդիկ, որոնք միշտ խմորող մի բան են անում եկեղեցում։ Դու ամբիոնից քարոզում ես ճշմարտություն եւ ավետարան, մարդիկ կուլիսների հետևում, վարագույրներից ենկում, պատերի տակ սկսում են քարոզել իրենց սրտի ավետարանը, իրենց հասկացողության ավետարանը, իրենց պղտորող եւ բաժանող ավետարանը։ Հաղթում են ուժեղները, անցած անգամ եկիչ բան գառնանք, որ բայց հաղթելու համար պետք է մարզվել Տեր Հիսուսի մոտ։ Ոչ թե միայն մեր մկանները մարզել, այլ նաեւ մեր հոգին։ Հիմա մարդը ուզում է խնձոր ուտի։ Խնձոր ուտելու համար պետք է գնալ, պարկել տանձի ծառի տակ ու սպասել, որ խնձոր ընկնի քո բերանը, չէ՞։ Թե խնձորի ծառի տակ։ Խնձորի ծառի տակ էլ պարկես, կարող է խնձոր չընկնի քո բերանը։ Ովքեր են ուզում խնձոր ուտեն։ Լավ, կարմիր, դեմիրճան, չգիտեմ, շրխկան։ Ահա, ինչ։ Golden, Ֆելիքսի սիրտը golden-ա ուզում։ Ուզում եք։ Հիմա ես ասեմ, ճիշտ ձևը գիտեմ, ինչ պետք է անեք, որ ուտեք։ Սկսում եք խնձորի տնգի մանգալ, տնգել ձեր հողամասի մեջ։ Ու սկսեք ջրել, հետևել, մշակել, պարարտացնել, փխրեցնել, էտել։ Խնձորը անմիջապես չի տա այդ տարի։ Հաջորդ տարի, տեսնես ծառդ մի քիչ մեծացել է, նորից շարունակում ես խնամել, չէ՞։ Հաջորդ տարի, մյուս տարի մեկ էլ տեսար մի հատ խնձոր ապրնի, արդեն դու կերար։ Այսինքն դու պետք է դնես, որ վերցնես։ Պետք է ներդնես,
Այլապես այն ախորժակը, որ դու ունես ինչ-որ պտուղ ուտելու, այդ պտուղը քեզ համար չի լինի։ Հատ քերն ուրեմն պետք է թա տուրիստ իր երեխեքը քրոջ երեխեք հավաքում ասում են քերի ինձ շվիկը բերես ասմակ բերեմ այն պայից էլ շվիկ բերես քերի ասմակ բերեմ այն երեխեքից մեկը գալիս 20 կոպեկ տալիս մա քերի ասում ինձ մի հատ շվիկ ինձ բեր ասում դու հաստատ շվեցրես իր այսինքն 20 կոպեկ արդեն տվել է քերին շվիկը բեր ինստին օթի մեջ եղած խոստում է որտեվ քերին որ ասում քանի քերին սաղ է երեխեքը շոկոլադից վակած բան պետք է շուտեն քերին գալիս է Դու ամեն անգամ գալուս երեխեքին ասում վայ երեխեք ջան խանութը փակեր թե չէ շոկոլադ բերի խանութ փակեր շոկոլադ բերի ամեն անգամ այդ ասում մի օր քուրն ասում այ ախպեր ջան երեխեքին որ դու ասում ես իրանք սպասում են որ դու շոկոլադ բերես շուշական ֆիտ բեր բայց ճիշտ արա ասում քերին քանի սաղա շոկոլադից պակաս բան պետք է չուտի այսպես դատարկ խոստումները օգուտ չունեն մենք պետք է աշխատենք Աշխատողներին Տերը վարձատրում է։ Իսկ չաշխատողներին Տերն ասում է, ով չի ուզում աշխատել, թող չուտի։ Օրնիբում պետք է մենք աշխատենք այս դաշտում։ Կարող ես կողքինիդ ասա, ուժեղներն են հաղթում եւ ոչ թե թույլերը։ Աշխատողներն են հաղթում, ոչ թե ծույլերը։ Համարձակներն են հաղթում, ոչ թե վախկոտները։ Հավատացողներն են հաղթում, ոչ թե կասկածամիտերը։ Մի օրինակի վրա էլ Կանգ առնեմ ու այսքանով վերջացնեմ այսօր մնացածը թող մնա հաջորդ անգամվա Ուրեմն Քրիստոսը երբ որ երկրի վրա էր նրա արչևից ուղարկված էր մեկը որը կոչվեց դեսպան Քրիստոսի արչևից գնացող որպեսզի նրա ճանապարհները պատրաստի դա Հովհաննես Մկրտիչն էր ովքեր են կարդացել ու Զգացի Հովհաննեսի քարոզները ինչ խիստ է եղել։ Իժերի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից։ Ահա գնացեք, ապաշխարության արժանի պտուղներ տվեք եւ մի հավակնել ասեք, թե մենք Աբրահամին հայր ունենք։ Ասում եմ ձեզ, Աստված քարերից էլ կա, որ իր այդ ադրենալինը հելել էր եսին որտեղ Հովհաննեսի։ Բայց այս արծիվը ով ամենամեծ մարգարեն էր աշխարհի կոչվում, ամենամեծ մարգարեն հանկարծ լսվեց տարակուսանքով ու կասկածանքով։ Ինչ եղավ։ Հիշեք, ինչքան ուզում եք արծիվ եղեք, ով ուզում եք եղեք։ Մեր կյանքում կգան նեղություններ, դժվարություններ, անհաղթարի թվացող, որ հանկարծ կսկսի ազդել քո մեջ ունեցած Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի վրա։ Դրա համար մեզ այսօր պետք է իսկապես ունենալ ոչ թե դավանել մի բան, որ ուղղակի քո երևակայությունն է, այլ այն ինչ որ արդեն եսի մեջ տեսնում եւ զգում եմ այն։ Դրա համար մեկը կարող արենանորում մեռնի, նահատակվի, չլինելով աշխարհի ամենամեծ մարգարե, մեկը կարող ամենամեծ մարգարե լինելով տարակուսել ու Տերն ասի հետեւյալը կարդամ տեսեք։ Իսկ Հովհաննեսը բանտում Քրիստոսի գործերի մասին լսելով ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով հարցրեց. Դու նա ես, որ գալու ես, թե մեկ ուրիշին սպասենք։ Հիսուս պատասխանեց ու ասաց նրանց. Գնացեք պատմեք Հովհաննեսին, ինչ որ դուք լսում եք ու տեսնում։ Կույրերը տեսնում են, կաղերը քայլում, բորոտները մաքրվում, խուլերը լսում, մեռելները հարություն են առնում, աղքատներին ավետարանն է քարոզվում եւ երանի նրան, ով իմ վրայով չի գայթակղվում։ Ցույց տվեց, որ Հովհաննեսը գայթակղված էր Քրիստոսի վրայով։ Դու նա ես, որ գալու ես, թե ուրիշին սպասենք։ Գիտեք, որ մի օր ները պետք է հայտնվի երկրագնդի վրա։ Պետք է հայտնվի որպես Մեսիա, որպես Քրիստոս, որպես ազատարար, որպես աշխարհի բոլոր գլոբալ հարցերի պատասխաններն ունեցող, բարեպաշտ, կաշիմ շլվար հագած, ամեն կաշիմ շլվար հագողի շնայեք որպես հավատացյալ հոգևոր լավ մարդ, այսօր ինձ զորով են հագցրել էսի։ Դուք իշեք, այդպես կգա, բայց կքարոզի, որ այն Քրիստոսը, որի մասին դուք լսել եք պատմությունը, որին խաչեցին, ինքը իրեն չկարողացավ փրկել, այսօր հայտնվել է իսկական Մեսիան։ Այդ ժամանակ չի բացառում, որ շատերի միտքը սկսի աշխատել։ Դու նա ես, որ գալու ես, թե մեկ ուրիշին սպասենք։ Հрьяաները այսպես են մտածում հիմա։ Բայց երբ նրանք գնացին, Հիսուսը սկսեց Հովհաննեսի մասին ասել ժողովրդին.
Ինչ տեսնելու եղաք, անապատ քամուց շարժվող մի եղեք տեսնելու, հապա ինչ տեսնելու եկաք, փափուկ զգեստներ հակած մի մարդու, ահա ասում եմ, որ փափուկ զգեստներ հակնողները թագավորական պալատներում են, հապա ինչ տեսնելու ելակ մի մարգարեի, ասում եմ ձեզ ավելին քան մարգարեն, որովհետև նա է ում մասին գրված է, ահա ես իմ դեսպանին ուղարկում եմ քո առջևից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանացից ծնվածների մեջ լսեք, Հովանես Մկրտիչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ է։ Հովանես Մկրտիչի հայտնվելու օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ուժով է վերցվում եւ ուժեղներն են այն հափշտակում, որովհետեւ բոլոր մարգարեներն ու օրենքը մինչև Հովանեսն են եղել ու մարգարեացել։ Եվ եթե ուզում եք իմանալ, նա է Եղյան, որ գալու է, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Բայց այս սերունդին ում նմանեցնեմ, նման է այն երեխաներին, որոնք նստում են հրապարակներում ու ձայն են տալիս իրենց ընկերներին ու ասում. մենք ձեզ համար փող ընչեցրեցինք, բայց դուք չպարեցիք, ձեզ համար ողջ ասացինք, դուք չողջացիք, որովհետև Հովանեսը եկավ ոչ ուտում էր, ոչ խմում, ասում եք դրա մեջ դև կա, մարդու որդին եկավ ուտում էր ու խմում եւ ասում եք ահա մի մարդ ուտող եւ գինի խմող, մաքսավորների ու մեղավորների բարեկամ, եւ իմաստությունն արդարացվեց իր որդիներից կամ ու իր գործերից։ Հովանեսը տկարացավ, բայց նա ուներ հայտնություն, մինչ բանտարկվելը ասեմ, առաջ գնանք էլի, երբ որ Հովանեսը ջրով մկրտվում էր, տեսավ Քրիստոսին, որ եկել էր իր մոտ ջրով մկրտվելու։ Հաջորդ օրը Հովանեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ ու ասաց. ահա Աստծո գառը, որ իր վրա է վերցնելու աշխարհի մեղքը։ Գիտեք, սա դարի ամենամեծ հայտնությունն էր։ Ահա Աստծո գառը, որ իր վրա պիտի վերցնի աշխարհի ամբողջ մեղքը, եւ սա ասում էր Հովանես Մկրտիչը։ Սա է, որի մասին ասում էի, ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ, ես չէի ճանաչում նրան, սակայն որպեսզի նա հայտնի դառնա Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու, եւ Հովանեսը վկայեց ասաց. տեսնում էի հոգին, որ աղավնուպես իջնում էր երկնքից ու հանգչում էր նրա վրա։ Ես նրան չէի ճանաչում, բայց նա ով ինձ ուղարկեց, այսինքն Աստված ուղարկեց ջրով մկրտելու, ասաց. ում վրա տեսնես, որ հոգին իջնում է ու մնում, նա է, որ մկրտելու է Սուրբ Հոգով։ Ու ես տեսով ու վկայեցի, թե սա է Աստծո որդին։ Հովանես առաջ գլուխ 29-34։ Պատվես հայտնությունը ունեիր, ինչ եղավ քեզ, որ ասում ես գնացեք, ասացեք, դու նայես, որ գալու էիս, թե մեկ ուրիշին սպասենք, որովհետև բանտում գիտեր, որ իրեն շուտով մահապատիժի կենթարկեն։ Արդյոք այսքաններ ընդամենը սրանով վերջացա, վերջ։ Ես կարծում եմ, Տեր ինձ մեծ մարդ ես դարձնելու, մեծ ավետարանիչ, աշխարհարչակ մարդ, ճանաչված բոլորից, ու այսօր ինձ տանում են բանտ ու ընդեղել պիտի վերացնեն, էս էր արդյոք։ Ամեն մեկս այն ենք, ինչ մեջ Տերը մեզ կանչել է։ Ով հարս ունի, շարունակում եմ, ով հարս ունի, նա է Փեսան, բայց Փեսայի բարեկամը, որ մոտ է կանգնած ու լսում է նրան ուրախությամբ է լսվում եւ լսում է Փեսայի ձայնը, այս է իմ ուրախությունը եւ այժմ այն կատարյալ է, նրա գործը նա պետք է բարձրանա, իսկ ես ցածրանամ։ Նա, որ գալիս է ի վերուստ ամենքից վեր է, իսկ երկրից եկողը երկրավոր է ու երկրային բաներից է խոսում, երկնքից եկողը երկնքից է խոսում, ամենքից վեր է։ Նա վկայում է այն, ինչ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Նրա վկայությունն ընդունողը հաստատում է, որ Աստված ճշմարիտ է, որովհետև նա ում Աստված ուղարկեց, Աստծո խոսքն է խոսում, որովհետև Աստված հոգին չափով չի տալիս։ Հայրը սիրում է որդուն եւ ամեն բան նրա ձեռքն է տվել։ Որդուն հավատացող հավիտենական կյանք ունի, իսկ ով չի նազանում որդուն, նա կյանք չի տեսնի հավիտյան, այլ նրա վրա կմնա Աստծո բարգությունը։ Հովանես 3:29-34։ Եվ Տերը ասաց. գնացեք, ասացեք, որ կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում եւ աղքատներին ավետարանն է քարոզվում եւ Երանի նրան, ով ին վրայով չի գայթակղվի։ Եվ Հովանեսը իր ուղերձներում, ընդհանրական ուղերձներում տեսեք ինչ է գրում, որովհետեւ ամեն ոք ով Աստծո ծնված հաղթում է աշխարհին։ Սա է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը, եւ ով է որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուս Քրիստոսն Աստծո որդին է։ Ով է հավատում, որ Հիսուս Քրիստոսն Աստծո որդին է, դուք հաղթեցիք աշխարհին։ Դուք աշխարհին հաղթեցիք։ Սակայն զորացեք նրանով,
Աստծո խոսքի հարստությամբ ձեր հավատքը ամրապնդեք, բարձրացրեք, սպառազինվեք Աստծո սպառազինությամբ, որտեղ այս պատերազմում թշնամին պատերազում է իր սպառազինությամբ, որ անցած անգամ որ ասացի դատարկ ջեբով ուր ես գնում Փանոս ջան, բա ուրա քո սպառազինությունները, ուրա քո հոգուսուրը, ուրա քո փրկության սաղավարտը, ուրա քո արդարության զրահը, ուր է քո խաղաղության ավետարանի պատրաստ կոշիկները, ուր է քո հոգուսուրը, ուր է քո աղոթքի խրամատը, ուր ես գնում դատարկ ձեռքով։ Այս դեպքում դու ռեալ պարտության ես գնում։ Երկու խոսք ու վերջ։ Այսօրվա համար բայց Երեմիա մարգարեություն 48:10 ես սա ասում եմ Աստծո ծառաներին, որը վերաբերում է նաև ծառաներին։ Տիրոջ գործը թուլությամբ կատարողը անիծյալ լինի։ Ոյ քիզ խիստ խոսք։ Այսինքն դու կարող ես Տիրոջ գործը անել, բայց թուլությամբ։ Կամ մի ուրիշ թարգմանության մեջ գրված է նենգությամբ։ Երկուսն էլ գումարեք իրար։ Տերն ասում է, եթե դու իմ գործը կարող էիր անել ավելին ու կատարեցիր դրանից պակաս, վատ խոսք ասեց։ Մաղաքիա 1:14 Բայց անիծյալ լինի այն խաբեբամարտը, որ իր հոտի մեջ որս ունենալով ուխտ է անում, բայց արատավորն է Տիրոջը մատուցում։ Չգիտեմ, սա այն առումով, որ դու լավագույնը ունեիր, բայց արատավորը բերեցիր։ Այսօր շատ տեղեր թող ներեն ինձ էլի, սա իմ միտքն է, որ ասում է դու քո հոտի մեջ որս ունենալով արատավորը բերեցիր։ Շատ կանայք ընկել են իրանցից առաջ, հոտ են հեղկավարում, հովիվ են տարել, մատ են թափ տալիս, խելոք գնա տեղ դասի ավետարանն ասում է, քեզ չի տրված խոսքի իշխանություն եւ եկեղեցին հովվելու իրավունք։ Այդ եկեղեցի մեջ որս շատ կա։ Դուք չեք արատավորը մատուցում։ Բարձա։ Ավետարանի խոսքից Աստծո խոսքից վեր չթռնեք։ Մի ասեք Տերը հաջողումա տեսեք ինչ արտություն կա, հետո ինչ արտությունը բոլորովին չի խոսում նրա մասին։ Իսրայելը հաղթում էր, բայց Տերը պատժում էր դրանց հետո դրանց։ Մենք ուրեմն կամ կծառայենք ունայնությանը կամ Տիրոջը։ Կամ կծառայենք ժրաժանությամբ, կամ էլ Սիմոնի պես։ Ովքեր են տեսել Տերի դու ծառան, որ ասում է Սիմոն, այդո Սիմոն, ուրա Սիմոնը, չկա։ Այսօր կարող է եկեղեցին ունենալ իր Սիմոնները, ինչի՞ չէ։ Ամբողջ օր ընկած են Սիմոններն են ման գալիս, թե այ Սիմոն, քո այս ծառայությունները մնաց ախր, բա ո՞վ պետք է անի, ես պետք է անեմ։ Ասում է, չէ, աղջան, ես կանեմ, կաշխատենք, բա ոնց, բայց չաշխատում։ Բարձր։ Լավ, այսքանը, եթե Տերը կամենա հաջորդ անգամ ողջ մնանք։ Մենք շարունակենք, որ ծառայության 3 մաս կա։ Կարող ավելի շատ է, ես 3-ի մասին կխոսեմ։ Ծառայություն պարտքի զգացումով, ծառայություն բավարարվածության զգացումով եւ ծառայություն գերագույնի զգացումով։ Ծառայությունը ծառայություն, ինչպես ենք մենք ծառայում։ Ինչպես վզիտ ընկած մի բեր, թե Պողոսի պես վազում եմ այս չեմպիոնատում, որպեսզի ես հասնեմ լավագույնին։ Իսկ չեմպիոնը, որ մարդը որ ուզում է չեմպիոն դառնա, դուք տեսել եք, որ վազքի չեմպիոն ենթադրենք, ես կանգնում են, որ սկսում են վազել, չէ, իրանք չեն, ոչ չի դառնում այդ հետևից ով է քանի մետր հեռու։ Այդքան նայեցիր, արդեն դու հետ ընկար։ Առաջ վազում, կողքերն էլ չի նայում, մենակ նայում է, իրանց առաջ մարդ չլինի հանկարծ։ Իրանց առաջ մարդ, Պողոսը որ վազում էր, ասում էր, որ չլինի թե ծառայության հարցում ինձնից առաջ մեկը լինի։ Բայց Պակոնի հարցում այսօր վազում են, որ հանկարծ ինձնից առաջ մեկը չլինի։ Արդյոք ես եղել եմ դեպքեր, ինքս եմ ականատես եղել, որ դե ուզում էին եկեղեցում ինչ որ ծառայություններ ձեռնադրեին, սարկավագներ բաներ, ինչ էր թվում, ինչ կռվեր թվում ոմանց մեջ, ոնց էին իրար փնովում, վարկաբեկում, որ դրանով իրենք բարձրանան, իրանց տեղը պնդեն։ Այս ծառայության մասին չի խոսում Սուրբ Գիրքը, այս ծառաները չեն հաղթում։ Այս ծառաները կդառնան ինչ որ պաշտոն ունեցող եկեղեցում, բայց երբեք եկեղեցում մի գրամ օգուտ չեն տա առաջ շարժվելու համար։ Որտեղ նրանք հարմարվողներ են ու հարմարեցնողներ։ Իսկ մենք եկել ենք որպեսզի Քրիստոսի ավետարանի լուրը, ավետիսը, այդ էստաֆետը տանենք մինչև այն սերունդին, որին մենք պետք է հետ դառնանք, իրանք շարունակեն։ Տերը օրհնի ձեզ։